Չերի մաֆակումբը։ Կենտրոն հեռուստաընկերությունը ներկայացնում են Գլխավոր հովանավորն է Լեդիզոն կանանց մարզասրանների ցանցը, Մոգո ունիվերսալ վարկային կազմակերպությունը, ծրագրի գործընկերներն են Մելանտե տեղական արտադրության հագուստի խանութ-սրանների ցանցը, Gentleman's House Barber Shop-ը, Հայաստանում լայն տարածում գտած Fit ջրերը, Այբոլիտ հեռախոսների եւ աքսեսուարների մասնագիտացված խանութ-սրահների ցանցը, Իջևանի գինու գործարանը, Դրախտ Garden ռեստորանը եւ LH Travel տուրիստական ընկերությունը։ Քաղաքի բնակիչները հավաքվել են պարզելու, ովքեր են իրենց մեջ թաքնված սևերը։ Գիշերը մաֆիան արթնանում է ընտրում զոհին, ցերեկը քաղաքը բացում է աչքերը ու քննարկում։ Յուրաքանչյուրը խոսում է հերթով, փորձում է պաշտպանվել կամ բացահայտել մյուսներին։ Չկա վստահություն, կան միայն փաստեր։ Խաղը սկսված է, հաճելի դիտում բոլորիս։ Չերի մաֆակումբը եւ կենտրոն հեռուստաընկերությունը ներկայացնում են Mafia in the City հեռուստանախագիծը, այսինքն մաֆիան քաղաքում է։ Ողջույն սիրելի հեռուստադիտող, ձեզ հետ է ձեր ընկեր Սաշա։ Ողջույն սիրելի մասնակիցներ, ոնց ես Լով ջան։ Իմիտ, լավ է, Սաշ ջան։ Ապրես, կես։ Ողջունում եմ բոլորիդ սիրելի մասնակիցներ։ Առաջարկում եմ ծափահարությունները ողջունենք իգական սերի ներկայացուցիչներին 1, 2, 3, 4, 7 եւ իհարկե իմ օգնականին Մարիին մաղթում եմ բոլորիդ հետաքրքիր խաղ եւ թող հաղթի ուժեղագույնը։ Մեր գլխավոր հովանավոր Մոգո ունիվերսալ վարկային կազմակերպությունը անակնկալ է պատրաստել մաֆիան քաղաքում հեռուստախաղի սիրահարների համար։ Մինչև դեկտեմբերի 20-ը այցելեք mogo.am կայքը, գուշակեք հաղթողին եւ մասնակցեք խաղարկությանը եւ իհարկե տիրացեք 3 նվերներից յուրաքանչյուրին։ Մինյոն, սկսենք խաղը, կարող ես իմ հանգիստ խոսել, նկատողություն չես ստանա։ Գիշեր քաղաքում։ Խաղում կա 10 մասնակից, որից 3-ը սև են, 7-ը կարմիր։ Սևերի ղեկավարը Դոնն է, կարմիրներինը Շերիֆ։ Միայն առաջի գիշերը մաֆիայի անդամները իրավունք ունեն բացեն աչքերը եւ որոշեն հաջորդ 3 գիշերների զոհերին։ Առավոտ բարի լույս բոլորին, համար 1 համեցեք, խաղը համարում եմ բացված, 1 րոպե։ Շնորհակալություն, ողջունում եմ բոլորին, հատկապես այն մասնակիցներին, ում հետ փորձ չեմ ունեցել խաղալու։ Մեզ մաղթում եմ լավ, հետաքրքիր, բարձր տրամադրությամբ խաղ։ Ուզում եմ հավաքել իմ կարմիր թիմը ու կարմիրներով հաղթենք այս խաղը։ Փաս։ Շնորհակալություն, համար 2։ Դժվար է ինչ-որ կարծիք հայտնել համար 1-ի պահով, որովհետև դու նստած ես համար 1, դու ինչ էլ խոսաս, ինձ թվում է 50-50 տեքստ կասես։ Ես համար 1-ին 50-50 տեքստ եմ տալիս, ուզում եմ ինձանից ավելացնել, որ խնդրում եմ խաղացեք հաշվարկով, խաղացեք, հիշեք այս շրջան, ով ինչա խոսում։ Ով ինչա խոսում, ով ում դեմ է խաղում, ով ում է քվեարկում, մի խաղացեք հավատում եմ, չեմ հավատում, որովհետև այս խաղը հավատում եմ, չեմ հավատում չի, դերասանը կարա մեծ լավ խաղը կարմիր գույն, բայց լինելով սև, այսքանը, փաս։ 3 Ողջունում եմ բոլորիդ, ուզում եմ, որ լավ խաղ խաղանք,
Ես վերջապես իմ ուզած կարմիր գույնն եմ, ոչ մի պատասխանատվություն չեմ կրում իմ վրա, դա ինձ արդեն լավ է, ուզում եմ մի հատ իրար բզկտեք, ես վայելեմ եւ տեսնեմ այս խաղի իմաստը ո՞րն է։ Քո հետ այդքան էլ համաձայն չեմ, որովհետեւ sense թեն այստեղ բոլորը իրար ուշադիր պետքա լսեն, որ թիմ կազմեն, թե սև կլնես, թե բան։ Մի խոսքով տենց ես սենց հավեսով հիմա նայել եմ, որովհետև առաջի խաղը երբ որ խաղացել եմ, ուզել եմ այս սովորական կարմիրից լինեմ ու պրոստը վայելեմ ձեզանից ինչ-որ բան սովորեմ, թե սևերից, թե կարմիրներից։ Ու հիմա հանգիստ խղճով կվայելեմ այս խաղը, ոչ մի պատասխանատվություն էլի եմ կրկնում, չեմ կրում իմ վրա։ Մերսի։ Ես սիրում եմ խաղալ կարմիր, որովհետև կյանքում միշտ մաքուր մարդ եմ եղել, կարմիրները իմ համար միշտ մաքուր են, սիրում եմ պարզ ու շիտակ խաղ խաղալ։ Համար 4 Ընդունեք երկուսի տեխնացությունը։ Ընդունված է 2։ Ես խաղում եմ 3-ի հետ, 3-ի կարմիր գույնով։ Մեկը եթե 50-50 տեքստ ասել, համար 2 ժամ, որով դուք գույն չեք գտել, պոզիցիոնի կարակ դնեք 1-ի տեխնացությունը։ Ձեր կոչերը ինձ դուր չեկավ, դուք ասում եք հիշեք, ով ինչ է խոսացել 0 կրուկ։ Իսկ դուք ինչ եք խոսացել, որ մենք հիշենք ու ձեզ կարմիր դիտարկենք։ Մենք կարմիր բոքսից նստած չենք կարող ոչինչով ձեզ կարմիր դիտարկել։ Ես կարծում եմ 3-ը կարմիր խաղացող է։ Ես ինքս կարմիր խաղացող եմ, եթե մեկը կարմիր խաղացող է, կոչը տեղել է, որ կարմիրները հաղթեն, միանշանակ հաղթելու են կարմիրները։ Դրա համար ես չեմ խաղա 2-ի հետ, կխաղամ 3-ի հետ, մեկը 50-50, բայց ասեմ, իմ համար մեկը ավելի կարմիր գույն է, ավելի շատ կարմիր գույն է։ Այսքանը, շնորհակալություն, փաս։ Խնդրեմ 5։ Ողջունում եմ բոլորին, մեզ լավ խաղ եմ մաղթում, հաղթանակ մեր կարմիր թիմին, ես խաղում եմ 3-4, այս 0 կրուգում, 1-2-ից զրոյական շրջանում կհրաժարվեմ, փասի համար էլ ընդունեք համար 1-ի տեխնացությունը, եթե կուզի 1-2 կիսի, ինչ-որ տեքստ ասեն, ինֆորմացիա լսենք սեղանից, հետո իրանք էլ իրանց տեքստերը ասեն, ես խաղում եմ 3-4-ի հետ, 4-ի վերլուծությունը լավն է, 3-ն էլ 2-ի մեջ տեսել է այն, ինչը որ վատն է եղել։ Ես խաղում եմ 3-4-5 զրոյական թիմում։ Փաս։ 6 Շնորհակալություն, ողջունում եմ բոլորին, մեզ մաղթում եմ հետաքրքիր ու հաճելի խաղ, հաղթանակ իմ կարմիր թիմին։ Ես չեմ լինի գնացքի հերթական վագոնը, բայց ես կխաղամ 3-4-5-6 թիմում, ամենաշատը մի սևով, ենթադրում եմ այդ սևը մեր մեջ չի լինելու, որովհետև երկուսի հանդեպ համար չորջան, ձեր պրետենզիաներին լրիվ համաձայն եմ, հատկապես որ տեքստի մեջ հնչեցին նոտաներ, տողեր, որոնք որ ես նախորդիվ արդեն համար 2-ից ոչ խաղային լսել եմ, այսինքն մարդը չի մտածել գիշերը, մարդը մեծ հավանականությամբ գիշերը զբաղված է եղել ընտրությամբ, կրակոցի հատականություն նշելով, դնելով, ես կարծում եմ 1-2 նվազագույնը մի սև կա, ես կարծում եմ 3-4-5-6 նստած ենք կարմիրներ, հետևաբար անուղղակիորեն ես 7-ից 10 թողնում եմ 2 սև, ես պատրաստ եմ այդ գրոհին, ես կարմիր եմ, ամեն մեկը կարաք ձեզ դիտարկեք որպես կարմիր, ինձ չգրոհեք, որովհետև ես ընդեղ տեսնում եմ 1 սև, հետևաբար այստեղ մնում է 2 սև։ 7 Բարև ձեզ, ես կարող եմ ասել, որ խաղացել եմ արդեն 1 համարի հետ եւ ինձ թված տարբեր իր խաղը նախորդ կարմիրի ժամանակ, այսինքն ինձ համար մի քիչ կասկածելի է այս անգամ շատ եք սենց հասում ու մեկ է ձեր աչքերը չեր նայում ինչ որ մեկի ուղղությամբ, սովորաբար սևը տագնապած է լինում, իմ համար կարմիր էր 3-ը, իրոք հավատացի, որ այն որ լրիվ կարմիր է ու լրիվ հանգիստ է, խաղում եմ ես 3-ի հետ, ես խաղում եմ 4-ի հետ ճիշտ վերլուծության համար, բայց կարա օրինակ ինքը սև լինի եւ ճիշտ կարմիրին ընտրի իրան ընկեր որպես կարմիր, էս էլ է տարբերակ լինելով ուժեղ խաղացող։ Խաղում եմ 5-ի հետ նախորդ խաղի նման է խաղում, նախորդ խաղին կարմիր էր, հավատում եմ որ կարմիր է, խաղում եմ 6-ի հետ, զգում եմ որ շատ հանգիստ է ու սևական չի։ Ես կարմիր խաղացող եմ, սիրում եմ 8-ին, վերջ։ 8 Ջոգիկ արդեն սիրող կա։ Չի կարի հետ է ուզում ստուգել։ Նայեք, միշտ բանը արգումենտը բերում է, որ մեկը խոսում է 50-նա 50, այդ 50-50 հասկացողությունը որտեղից է մտես խաղը։ Ես հետո ջոգեցի 50-ը որտեղից է։ Խոսքով, ջոգեցի։ Դրա համար ես 50-ը մեր կյանքում պետք է լիներ։ Մեկը տենց պետք է խոսա, բայց մեկ որ ասում են մեկ առաջի համար նստանա խոսալու բան չի, որ մարդը նորմալ կյանք ապրի, կարա իր կյանքից խոսա։ Բայց այն մարդը, որը խաղացում է խաղից, այդ իմ համար գինյալնի կարմիր է։ Պրինցիպից ձեզ տոկոսային ոչ մի բան չի, համար 2 ցավը տանեմ, շիշի անդրադառնեմ, որ բան չանեմ։ Նայեք, հետարքի բան է, ասում է հիշեք ինչ եք խոսալ, նայեք, ինչի համար ես մեզ դրդում դեպի հիշողություն։ Ասում է մենակ
խափող եւ սուտ խոսածող մարդը պետք է ունենա լավ հիշողություն։ Եթե դուք ձեր վրա կասկածում եք, որ դուք հիշողություն չունեք ու միս կրգումուց մեկ ինչ, այդտեղ մի քիչ սևանում եք։ Համար 3, ինչ է նշանակում, դա բայց ես վերջապես դուք մի հատ բզկտեք իրար նախադասությունը բառը, ինձ սկսեց թյուրիմացիան մեջ։ 10 վայրկյան։ Ինչ է նշանակում դու 4-ը հետ խաղամ, 4-ը, ասում են ինքը բանը ծնող է խոսում, քո։ 4-ը գինիալնի անալիզ անեց, գինիալնի, համ կարմրական, համ սևական։ Իմ համար 50-50 չեմ։ Շնորհակալություն համար 8։ Համար 9։ Նախ ես եմ ողջունում բոլորին։ Դուք հավատում եք ինձ, որ ես օրինակ կարամ լավ խաղամ, կապ չունի գույնս։ 4-ի դեմ այս խաղում ես գտել եմ 4-ի գույնը։ 4-ը կարմիր գույնի է։ 4-ի դեմ խաղ չկա։ Ով 4-ի դեմ խաղաց, ես իրա դեմ եմ խաղալու։ Այս ցեպոշկեն 3 4 5 6 վերջինը այդ 3-ի կարմիրա տեսել 6-ը, որտեղ 4-ը 3-ը ու 5-ը տեսել են 2-ին սև, հետեւաբար դու խաղում ես հակառակ թմոն 6-ի հետ։ Եթե դու կարմիր ես, բացատրում եմ, եթե դու կարմիր ես, պետք է կիսես 6 եւ 2։ Ընդունեք 6, ընդունեք 2 ու ես խոսամ, կասեմ Զապաջոն։ Ես առաջարկում եմ այս խաղում 4 ու 9 չկրակվի, սևերին բան եմ ասում, կրակվում է 1-ը, հելնում հետո 9-ին ատակայկանում, ասում եմ 1-ը կրակին կարգջան, 9-ը ուրեմն սև է։ Համար 9, համար 10 եզրափակեք։ Շնորհակալություն, ես էլ եմ ողջունում բոլորին։ Համար 9 ջան, ես 2-6 կկիսեմ, բայց հələ որ քո գույնը հաստատ իմ համար կարմիր չի, հեսա կասեմ ինչի համար։ Համար 2-ի տեքստը իրականում լավ չի եղել, բացատրեմ։ Դու երբ որ 1-ին 50-50 ես ասում, առնվազն պետքա թեկնածություն դնես։ Համար 3 ջան, երբ որ դուք ասում եք ես ուժեղ կարճ չեմ, քաշ սովորական կարմիր եմ, այդ սևերին օգնում է, իրանք էլ քեզ չեն գալու որպես շերիֆ ստուգեն, այդ զուտ որպես խորհուրդ։ Դե օքեյ, հարց չկա, եթե տենց համ մալածից խաղանք 3-ի հետ։ 4-ը ամենակարմիր տեսածս է, 5-6 պրոբլեմ կա, ավելի շատ 6, ասեմ 6 ջան, ինչ եմ, որովհետև քո խոսքի մեջ դու ասում ես 3-4-5-6 խաղում եմ մի սևով, հետո ասում ես 3-4-5-6 ավելի շատ կարմիր են։ Դրա համար դուրս չի եկել խոսքը, դրա համար կիսվում ես դու համար 6 ջան։ 2-ը կիսվում է նրա համար, որ մեծամասնությունը 2-ին լավ չի տեսել։ Իմ համար ամենակարմիրականը եղել է համար 8-ը, ամենա իրականում, ինչի համար, որովհետև նկատել է, որ համար 3-ի հետ, որ ես շերիֆ չեմ, դա տեքստը որ նկատել եք, դրա համար իմ համար ամենալավը դուք եք խոսած մնացածի համեմատ համար 9 ջան 2-6 է կիսվում 1 2 3 4 5 քվեարկում են 6 10 9 8 7 6 2 Շնորհակալություն։ Ես հիշեցնեմ սիրելի մասնակիցներ, որ երբ հնչում է քվեարկություն բառը, այդ բառից հետո ոչ մի ժեստիկուլյացիա եւ ոչ մի միմիկա։ Եվ այսպես ուշադրություն, քվեարկություն։ Թեկնածուներն են 2 1 6 2 ովքեր են համաձայն խաղի թերանը համար 2-ը, շնորհակալություն 5 ձայն։ 1 ովքեր են համաձայն խաղի թերանը համար 1-ը, շնորհակալություն 0 ձայն։ 6 ովքեր են համաձայն խաղի թերանը համար 6-ը, շնորհակալություն 5 ձայն։ Խաղը կիսել է 2-ի եւ 6-ի միջև 2:30 վայրկյան։ Նորմալ է, որ դուք ինձ վատ եք տեսել, այո, իմ տեքստը թույլ էր, բայց եթե ես տենց տեքստ չասեի, ինձանից հետո ինչի մասին էիք խոսալու։ Հարց, 6-ին ես չեմ հավատում, 6-ը պոեզ դա ոնց որ հավաք է, ես խաղում եմ 3-ի հետ, 10-ի հետ, 9 չգիտեմ, ես իմ գույնը գիտեմ, ես կարմիր գույն եմ ու չեմ ուզում, որ այս շրջան հանես նապադիոմ, եթե դու ասես դապադիոմ, 6-ի գույնը ես չգիտեմ։ Լավը չես, 9 լավը չես։ Եթե ես գնամ Զապադիոմ, 9 լավը չի։ Շնորհակալություն։ 6:30 վայրկյան։ Շնորհակալություն։ Համար 2 ջան, ես համաձայն եմ, որ 9 լավը չի, որտեղ իմ խոսքի ժամանակ համար 9 արեց հետևյալ ժեստը, հետո 10-ին հորդորեց կիսել 2-6, համար 10 ջան, ես վատը չեմ, որ գտել եմ կարմիր թիմ, այն է 3-4-5-6, ասել եմ կխաղամ ստեղ ամենաշատը, որևէ տիեզերքում մի սևով ամենաշատը, բայց կարծում եմ ստեղ սև չկա։ Հետևաբար վերջում թողել եմ 1-2 մի սև, ասել եմ ինձնից հետո կա 2 սև, ասել եմ, խնդիր կա իմ խոսքերում, խնդիր չկա։ Ով է մեր կիսոցին առաջարկել համար 9, համար 9 եթե չի կրակվում, միանշանակ երկրորդ գիշեր ստուգվում է։ Ես կարծում եմ 2-ը կարմիր է իր այս տեքստից հետո, ինչքան էլ որ նախորդ խոսքի ժամանակ ինքը ամենավատն է։ Շնորհակալություն։ Ուշադրություն, քվեարկություն։ Թեկնածուներն են 2-6։ 2 ովքեր են համաձայն որպես խաղի թերանը համար 2-ը, շնորհակալություն 5 ձայն։ Համար 2 ստանում եք առաջին նկատողությունը։ 6 ովքեր են համաձայն խաղի թերանը համար 6-ը, շնորհակալություն 5 ձայն։ Հարցը հնչելու 2-ի հեռանալու վերաբերյալ եւ այսպես
ովքեր են համաձայն, որպեսզի երկուսն էլ լքեն խաղը։ Շնորհակալություն 3 ձայն։ Գիշեր։ Այս գիշեր մաֆիան խաղից հեռացրեց համար 1-ին։ Գիշերը ստուգման արդյունքում Դոնը գտավ շերիֆին։ Գիշերը ստուգման ընթացքում շերիֆը գտավ սև խաղացող։ Առաջին գրակված մասնակիցը թողեց իր կարծիքով սևերի եռյակը։ Համար 2, համար 5, համար 10։ Առավոտ։ Համար 1 րոպե։ Շատ լավ, 1 րոպե ունեմ թվերը շփոթեցի, հիմա ուշադիր լսեք, որ հանկարծ որևէ մեկը չբացվի նորից շերիֆ, այս խաղի շերիֆը ես եմ։ Ստուգել եմ համար 9-ին եւ համար 9-ը սև խաղացողա։ Համար 4 դուք խաղում եք կարմիր գույնի տակ։ Համար 3 ոչ, շփոթեցի թիվը։ Իրականում 8, 9, 5 իմ կասկածյալ թվերն են։ 9-ին հանեք այս խաղը չհավատակ ոչ մի խոսքի։ Ստուգված սևա, ով բացվի շերիֆ չհավատակ, ես եմ շերիֆը։ Կարմիրներին հաղթանակ։ Պիտի հաղթենք։ Շնորհակալություն։ Համար 2 շրջանը դուք եք բացում, խնդրեմ։ Ընդունեք համար 9, համար 9, ախր ոնց եմ ես ինձ սիրում, որ առաջի որ զրոյական չուտա։ Համար 9 երկրորդն է գատողությունը։ Սև գույնը։ Դու գոնե մի փոքր, 2 կարմիր ուզում էիր բարձրացնեիր, օй, ով դրեց քո հետ։ 8-ը դրեց, խի դրեցիք զապադիում։ 3 7, էդի որն է 8, 3 8 9 դրեցին զապադիում։ 3 ջան, ես քեզ լավ եմ տեսել։ Խես դրե զապադիում, մի խոսա։ Կբացատրես խես դրե։ Խաղում եմ մենակ 6-ի հետ, 4-ն էլ ինձ առաջուց ես մտածում էի, որ 9-4 դվոյկա են։ Ինձ թվում է հիմա կասկած չկա, որ ես եւ 6-ը կարմիր, ես մտածում էի, որ դու գիտեմ, բացատրում եմ, ես մտածում էի, որ դու 9-ի հետ դվոյկա ես, բայց 10 վայրկյան։ Խաղում եմ մենակ 6-ի հետ, մենակ 6-ի հետ։ Ոչ մեկ սեղանում չպետք է կասկածի իմ ու 6-ի սև լինելը, որովհետև համար 9-ը ուզում էր մեզ հանել։ Մենակ սևը։ Համար 3։ Իրականում ես շատ եմ խճճվել այս խաղի մեջ, որովհետև չեմ հասկանում վստահ եմ համար 9-ի ու 4-ի կոմբոն, թե 2-ի ու 6-ի կոմբոն։ Ձեր երկուսի դեմը նորմալ է, որ դուք արդարանաք կամ իրանց դեմ խաղաք։ Ամեն դեպքում մեկի դուրս գալն էր իմ համար կասկածելի, բայց ենթադրում եմ, որ սևերը որոշել են առաջի գիշերը մեկից հանեն։ Չգիտեմ, միգուցե ես իմ խոսքում կարող է վստահություն չեմ բանանում, բայց ես սովորական կարմիր խաղացող եմ, ով ուզում է հասկանա ինչ է։ Այն բառն էլ, որ ասեցիր ինչի եմ դրել, զուտ ուղակի դրել եմ դնելու համար։ Տենց պահեր, որովհետև նախորդ խաղը իր այդ խաղացել եմ, սաղ ճիշտ էր ասել, զուտ ինտուիտիվ իրան եմ գնացել։ Կարմիր խաղացող եմ, փորձում եմ կարմիրներին գտնել, տնամ ով ինձ ավելի վստահություն կներշնչի։ Այս դեպքում դուք երկուսդ եք ու դուք երկուսդ, բայց հələ որ դուք պաշտպանվում եք, իսկ իրանք չէ։ Շնորհակալություն։ 4 Ընդունեք համար 3-ի տեխնատությունը, ես առաջարկում եմ 9 մնա ստուգված սև խաղացողը 3-ը գնա։ Ուրեմն 3-ը 2-ին լավ է տենում, ես եմ եղել, որ քեզ ասել եմ կարմիր խաղացող, 2-ին սև խաղացող, ես զապադիում չեմ, քո համար եմ խոսում։ Ես զապադիում չեմ դրել։ 9-ը ինձ ասելա 4-ին կռիշ եմ անում, 4-ը ամենակարմիր խաղացողն է, եկեք իզնից հարցրեք 4-ի գույնը։ Ասելա զապադիում ենք դնում, ես զապադիում իմ ձեռը չեմ դրել, համար 3-ը, որը 2-ին պրինցիպի վատ չի տեսել, չի ասել դու սև ես ու վատն ես, 6-ը 3-ին վերցրել է թիմ, 3-ը դնում է զապադիոն, բացատրեցի 3-ը ինչի է 9-ի հետ սև խաղացող։ Դրա համար ընդունեք 3-ի տեխնատությունը, ավելի լավի 3-ը գնա այս խաղը։ Շերիֆ ես, ով է շերիֆ։ Չգիտես ով է շերիֆ, կարող է 3-ն այլի շերիֆ։ Չէ, չի բացվում։ Չի, պատի շերիֆ լինի, սկի շերիֆով չի բացվում, շերիֆ, որ մնաց սևով շերիֆ բացվում։ Շնորհակալություն այսքանը։ 5 Ընդունեք համար 3, ընդունեք համար 9, իմ 4, 5, 6 կարմիրները ում ասեմ, որ ես ձեր դնեմ, ձեր եմ դնելու իրանց հետ, 2 Հա, երկուսն էլ է կարմիր, հա, բան չասի, ես զապադիում ձեր չեմ դրել, իմ համար պրոստը մի քիչ հարցականներ կան, 10-ի կիսոցու առաջարկը եղել է 9-ի կողմից, ու ինքը այդ կիսոցին, հա, դու ասել ես կիսոցի, հետո ստուգվի։
Okay, ես ունեցա 3-9 իմ կարմիրները ասեն, որ քվեարկում ենք, հանում ենք իրանցից որևիցե մեկին։ Փաս։ Շնորհակալություն, խաղից գնումը համարինը միանշանակ էս բանին, որ ապահովության համար հիմա բացատրեմ։ Համար 2-ը ես կարմիր եմ, համար 2-ի գույնը գտել եմ, գիտես որտեղ համար 4, երբ որ ինքը համար 7-ին նկատողություն ստանալով հուշում, ասում է դու քո ձևը դիր իմ դեմ։ Համար 2-ը չի ուզում, որ ես ջալխվեմ, այդտեղ համար 2-ը իմ համար ամենակարմիր խաղացողն է։ Համար 3 դուք ես խաղից բավական հետ եք մնացել, տենց 1.5 կիլոմետր հետ եք մնացել, որովհետև Chelsea 9 տանդեմ չկա։ Chelsea-ը զույգ չկա, Chelsea ասում է 9 սև է, 9 գնում է, իսկ մեկը առանց քննարկման շերիֆը որևէ այլ շերիֆ չի կարող լինի, որովհետև մեկ համար նստած խաղացողը պրոստը չէր կրակվի, ինքնասպան չէր լինի։ Բացի դրանից 9 պաշտպանվելու իրավունք չունի, որովհետև նախորդ շրջանում իր ասած բաղերն եմ կրկնում մոտավորապես տալացիորեն։ Եթե կրակվեց մեկը, բոլոր գրողները թողան իմ վրա։ 10 վայրկյան։ Խնդրում եմ ընդունեք համար 9-ի տեխնացությունը, համար 3-ը նույնպես սև է, համար 8-ից կլսեմ տեքստ թեխի ինքը սև չի, որովհետև ինքը մնում է իմ համար 3-րդ սևը էսպայի դրությամբ դել։ Շնորհակալություն, փաս։ Շնորհակալություն, խնդրեմ համար 7։ Ժողովուրդ ջան, ես ձեր այդ հաշվարկները չգիտեմ, բայց խնդրում եմ մի հատ լսեք։ Ինձ համար 1-ը ես ես ասում էի, որ տարօրինակ է ուրիշ է, հիմա համոզվեցի, որ մարդը շերիֆ ա եղել, դրա համար տարօրինակ ուրիշ ա եղել։ Բնականաբար, որ անկեղծ ասեմ, շերիֆ չբացվերել, ինձ համար թե 2-ը, թե 6-ը կարմիր էին, ու ես չէի ուզում 2-ն է կորեին ու չեմ էլ քվեարկե, որ 2-ով դուրս գան, որովհետև պարզ երևում էր, որ համար 9-ը սև է։ Հələ շերիֆը չստուգած, համար 9-ը որ ասեց, «Այ ես խաղը 7 ջան դու կարմիր ես», ինքը ընդամենը սև էր, գիտեր, որ ես կարմիր եմ, տենց ուզում էր ծիպը իմ սիրտը ժայր, որ ինքը շատ լավ խաղացող, ինքը արդեն գիտի ով է կարմիր, ով չէ։ Բայց համար 9-ը նաև արեց մի հատ արտահայտություն, ով որ 4-ի հետ խնդիրն է, իմ հետ խնդիրն է, ինչի համար է դա ինձ կարք բացատրեք։ Խի է ինքը իրան բանանում։ Այդ հետո կբացատրեք, կարող է դուք այդ կանոնները գիտեք, այն որ ասեց ով 4-ի հետ 100%-անոց կարմիր է, կարող է եւ չգիտեմ։ Մի խոսքով, համար 9-ը միանշանակ ըստ շերիֆի, ըստ ինձ էլ հանում ենք փաս։ Համար 8 Համար 6 շատ խնդալու տեքստ եք ասում։ Երիք չի մի հատ երրորդ համարին վիրավորում է կիլոմետր ու կես։ Մի հատ բանը գինիալի տեքստ ասի, ոչ մեկ չեք բռնել։ Մի րոպե լսեք։ Այս մարդը դեմից ասի, դիտե մեկը խաղից գնա, սաղ գալիս եք ին վրա, չէ՞։ Երեխեք ինչական տեքստ է դա։ Չէ, երեխեք ինչական տեքստ է դա։ Մի երկու կարմիր էլ վերցնում է իր վրա ու համար 2-ը հավատում համար 6-ին։ Ասում է եթե այս գիշեր համար 1-ը գնաց, ուրեմն սաղ գալիս եք ին վրա։ Ես հիմա գալիս եմ քո վրա համար 6 ջան։ Քանի որ 9-ը ստուգված սև խաղացող, դու հավատում ես որ շերիֆ է գնացել։ Հավատում ես շերիֆը, գլխով արի, չէ՞, ես էլ եմ հավատում։ Ուրեմն խաղից գնում է համար 9-ը, հաջորդը գնալու ես դու 6։ Դու յարի սև խաղացող ես։ Քո դեմի ասած տեքստով։ Համար 9-ը դու գնում ես հանգստացի աղբոր պես։ Դու այդ չեմ դնում համար 9-ը խաղից գնա ոչ մեկ բան չի ասում։ Նորություն չի ասում, որ ես խաղից պիտի գնա համար 9-ը անպայման պիտի գնա։ Ձեր ռոպեները մի ծախսեք 9-ի վրա։ Չնայած ես էլ եմ իր վրա ռոպե ծախսում ներվայնանում եմ արդեն։ Մի խոսքով համար 9-ը գնում է, ներվայնացը հիմա։ Շնորհակալություն։ Համար 8 ներվայնանալով մի կպեկ համար ստանում եք առաջին նկատողությունը։ Համար 8-ը ես եմ։ Այո, դուք կպակ համար 9-ին համար ստացաք առաջին նկատողությունը։ Համար 6-ը կպավ համար 3-ը խիչ չտվիք նկատողություն։ Ինչ է նշանակում մի կիլոմետր հեռու ես։ Համար 9 1 րոպե։ Վա ճիշտ է, այստեղ լիքը շոումեններ կան, բայց փորձեմ ես էլ մի քիչ շոու անեմ։ Ուրեմն, ես հիմա գիտեք, որ սևով ճիշտ է ասում եմ, 3-9-10 ես խաղի տրոյկեն է, բացատրում եմ։ Պրոստը գոնե դուք բացվեք շերիֆ։ Ես մեկի դեմ չեմ կարա շերիֆ բացվեմ, հասկանում եք։ Դուք պետք է բացվեիք շերիֆ, գոնե ձեր հատկապես դուք, Արմանին չեմ ասում, բայց 3-ը պետք է գոնե բացվեր շերիֆ, էլի։ 3 հա, ախպեր, մեկն ու մեկը դու որ բացվեր շերիֆ իմ հետի, ասենք կմտածեին որ սամաստրել ա եղել, էլի։ Մի քիչ գոնե վերսակ խաղային, բայց ուժեղ բան եմ արել, դաժե ուղիղ ասում եմ, գիշերը ես չեմ դրել ոչ մի ռասկլատ ասել եմ ում ասեմ կրակվում է կրակում ու ասել եմ էտա կրակվում է в общем 3-ը չի եթում ոչ մի տեղ 8-ը չգիտեմ կարակ չկրակեք կարա չգիտեմ մնա 4 5 6 4-ն է իմ հետի սևը մեկ էլ նայ հա 3 4 9 10 են տրոյկեն շնորհակալություն մի հատ բայց են հերոսալություն համար 10 Շնորհակալություն։ Համար 9 ջան, տրյուկները ես էլ եմ շատ արել, որ սևով ելել եմ, ով բանա իրանց սև եմ տվել, ասես խաղարնել եմ խաղը իրականում։ Ես սենց մի հատ բան ասեմ, համար 6 ջան, այսինքն մեծամասնությունն է օրինակ, լավ, մտածում եմ 3 8 9 3 սև են, չէ՞։
Հիմա 9 որ գնում է, 3-8 մնում է սև։ Իսկն հնարավոր է, որ իրանք կարան պրոմխտան, որտեղ կարա խոսքի իրար չհասկանան ենթադրենք։ Հա Կասիովա կրակվում, այդ վերսիան է կա, իսկն դրա համար արժի ինչ անել 3-ին, այ ինքը ինչ ասում, ասում է 3, 9, 10 մետրի սևերն են, լսի։ Պրոստը ասում է 10 մետրի սևն է ու կենտրոնանում է 3-ի վրա։ Ես սա խաղ համար 4, սա խաղ նայում էի, որ համար 3-ը սենց ուշադիր նայում է համար 9-ի, ուշադիր։ Ես մտածում եմ, եթե ես նույնիսկ կրակվեմ, հաստատ ասել եմ 3-ին իրար հետ սև են, բացատրեցի ինչի համար 3 ջան։ Իսկ համար 6-ը ասել է, որ մեկը գնում է իմ հետ հարցում եք, տես տեքստս ասել համար 6, ասել ես եթե մեկը Հա 9 ասել, ես եմ 9 լսը զարմացել եմ։ Շնորհակալություն համար 10, համար 3 ստացակ առաջին նկատողությունը։ Ուշադրություն, քվեարկություն։ Տեխնացուներն են 9, 3, 9, ովքեր են համաձայն խաղի թերանը համար 9, շնորհակալություն։ 6 ձայն, 3, ովքեր են համաձայն որպես խաղի թերանը համար 3-ը, դրեք խնդրում եմ 3 ձայն։ 9 1 րոպե մահախոսական։ Ես լավ եմ խաղացել, շերիֆին կարակոց եմ տվել ու գնում եմ։ Կարակվում է պարտադիր կարակվում է համար 4-ը, շանս չկա։ Չէ, ձև չկա, 4-ն է կարակվում, 4-ից հետո կարակվում է, հա, 4-ն է կարակվում։ Ինչ անեմ։ Ոչեմ 3 9 10 այս խաղի տրոյկեն է, խաղում եք այտենց։ Ես ճիշտը միշտ ասում եմ։ Գիտեք, որ ես ճիշտը միշտ ասում եմ։ 3 9 10 այս խաղի տրոյկեն է։ Ինչ, չէ, մի հատը Չէ, եմ խապում աղբեր 10-ն էլ է հետս։ Չէ, 4-ա կրակվում առանց բանի, 4 հետո 6։ Всё, 4 հետո 6, հերթով կրակվում է։ Շնորհակալություն, լավ խաղ բոլորի շերիֆին կրակել եմ, ուժեղ դոն եմ խաղացել։ Շնորհակալություն։ Գիշեր։ Այս գիշեր մաֆիան խաղից հեռացրեց համար 4-ին։ Ոչ Դոնը եւ ոչ էլ շերիֆը չստուգեցին ոչ մեկին, քանի որ նրանք խաղի մեջ չէին։ Առավոտ համար 4 1 րոպե մահախոսական։ Լավ, ինչ եմ ուզում ասեմ։ Ես ձեր տեղը կհանեի 3-ին, հետո 5-ին։ Բացատրում եմ ինչի։ Դու խաղացել ես կարմիր թմում, 6 կարմիրը քեզ ասել է կարմիր, բայց Ես 4 նստած զրոկրուգում ասել եմ խաղում եմ 3 ու մեկը ավելի կարմիր է, 2 չեմ խաղում։ Դու կարաս լինես 3-ի հետի սև խաղացողը, ասես, ահա, կարմիր 4-ը, իմ սև 3-ին կարմիր է տեսել, վերցնես ինձ թիմ, մոռանաս, որ 4-ը մեկին տեսել է կարմիր խաղացող, մեկին մոռանաս ընդհանրապես, 2-ին ատակա անես։ Այսինքն, եթե դու իմ հետ խաղացել ես, դու պրոտիվ, Հա, բա ես 5-ը 1 ա դրել, բայց ասել եմ 1-ը կարմիր խաղացող է։ Խաղացել եմ պրինցիպի 1-3, 2-ին եմ սև տեսել։ Դրա համար, եթե ինձ լսեք, 3-5 վիբիրովկա կանեք։ Նայ, 5-ը խաղացել է մեր թվում, բայց բացատրում եմ, դրել է 1-ի թեկնածությունը ու 10-ին հորդորել է 1-ին կիսի։ Մեկը կրակվել է, կարմիր շերիֆ է գնացել։ Դրա համար իմ կարծիքով եղել է 9 3 5։ Շնորհակալություն, ձեզ լավ խաղ եմ մաղթում։ Իմ դերը ես իրականում չեմ սիրում սովորական կարմիր քար քաշել եւ կրակվեցի երկրորդ գիշեր, այդ իսկ պատճառով ինձ համար անհետաքրքիր էր խաղը։ Համար 3 Ընկերներ, ներվայնանում եմ իրականում խաղից, ոչ թե լարված եմ դրա համար, ուղղակի ափսոսում եմ կարմիրների ջանքը, ովքեր որ պիտի ինձ հանեն։ Զուտ այն որ ասեցիր առաջի կռուգի ժամանակ, որ ես օգնում եմ սևերին, որ ինձ հանեն մի հատ կարմիր պակասի, հենց հիմա զգում եմ այդ ասածիդ իմաստը։ Անկեղծ եմ ասում, երեխեք, չգիտեմ, հանեք, գնամ կարմիր, բայց այս մարդու վրա կասկածում եմ ինչի, որովհետև միակ մարդն էր, ով ին վրա էր կասկածում, բայց հիմա ինքը իմ համար կարմրեց, որովհետև դուրս եկավ։ Չգիտեմ, այն սկզբից որ ասում է իրանք երկուսով կոմբո են, իրանք երկուսով են կոմբո, հիմա դրան եմ հակված։ Ես իրոք խճճվել եմ, ոնց որ անուշադիր խաղամ, որովհետև ինձանից ոչ մի բան չի կախված, էլի։ Չգիտեմ, եթե ուզում եք հանեք, գնամ ընդ հանգիստ նստեմ, որովհետև անկեղծ։ Իմ համար իրանք են երկու կոմբո։ Շնորհակալություն։ Համար 5 Ընդունեք համար 3-ի տեխնատությունը, համար 3 դուք ոնց որ չհանձնվող զինվորներից ելնեք։ Այս մարդկանց սեղանի վրա բոլորը տվել են կարմիր խաղացողներ։ Դուք ախր էլ տարբերակ չունեք իրանց սևելները քննարկեք։ Իսկ իմ համար 4-ին ուղղված տեքստը խնդրում եմ թող ինքը լսի, եթե ես ըլնեմ սևը համար 3-ի հետի 6-2-ի զապաջոմի ժամանակ ձեռս կդնեմ սեղանի վրա։
Ոստի ինքը իր գույների մեջ շփոթվել է, էլի։ Իսկ ես 0 կռուգից տեքստը եղել է, խաղում եմ 3-4-5 bez ապասնի թիմում 1-2-50-50 թողելով։ Դա իմ տեքստն է եղել։ Այսքանը pass։ 6 Ունեք 3 ձեր գիշեր չի ծախսվի, որովհետեւ դուք գիշերը խաղի մեջ չեք լինելու։ Ես նաև կրակոցի հերթականության մեջ եմ, հաջորդ ցերեկ ես էլ չեմ լինելու, ես չեմ կարա սև լինեմ, պատկերացրիք, այսինքն դուք եթե կարմիր եք ինչ-որ մի մտածած իրականության մեջ, ապա դուք կարմիրների թիմին շատ խանգարում եք այս բանին, բայց արդեն եկել եք հասել եք խաղին, այն 1.5 կիլոմետր արագ եկել եք։ Համար 5-ը է իմ համար կարմիր, որովհետև եթե երկուսը սև լիներ, ինքը դներ կարմիր 1-ի տեխնացությունը, ես կմտածեի, որ ինքը փորձել է իր սև երկուսին ինչ-որ միտեղ մի քիչ փրկի, բայց մարդը կարմիրի տեխնացությունը եղել, դրել է հաջորդ կարմիրի տեխնացությունը, որովհետև մենք այստեղ բոլորս իրար հետ խաղացել ենք, 1-2 թողել ենք տարբեր գույների։ Քվեարկություններ, որ երկուսս էլ լքենք խաղը, ովքեր են դրել 9-8-ը 3-ը, 3-ը անհիմն, 8-ը անհիմն։ Իմ հանդեպ որևէ պրետենզիա խաղային ունի որևէ մեկը։ Ես այս խաղը խաղացել եմ շեդևր եմ։ Լավ խաղացել եմ, երկուսի հետ կիսվել եմ, բացատրել եմ, թե իմ հետ կիսված երկուսի է կարմիր։ 7 Ես 2-ին էլ 6-ին էլ կարմիր եմ տեսել այս խաղում, 3-ը իրոք չեմ հասկանում ինչա անում, ընդհանրապես ինչի է սենց խոսում, ինչ շատ մենակ նրա համար որ դուք շատ տարօրինակ եք, ընդհանրապես չեք հետևել շերիֆ նովա ում ինչ են ասել, սենց մենակ դրա համար կարելի է ձեզ հանել, որտեվ օգուտ չեք տալիս, բայց մի բան էլ ասեմ, էլի կարար համար 9 եւ համար 4-ը լիներ սև ու 9 հատուկ ասեր 4-ին կրակենք, որ մի սև մնա ու մեկը կարողանա չէր կարա վստահեք։ Այդ դեպքում իմ համար հաջորդ սևը 8-ն է, ճիշտն ասած, զուտ կասկածում եմ իրա պահելաձևից, մեկը իրա պաշտպանելուց 3-ին ու իրա ուրիշ տեսակ լարվածությունից, 10-ը կարմիր եմ տեսնում, 2-ը կարմիր եմ տեսնում, 5-ը կարմիր եմ տեսնում, 6-ը կարմիր եմ, 3-8-ն իմ համար, 3-ին կպաշտպանեմ, շնորհակալություն 8 Շատ ծարքիրա որտեղ տեսակ իմ 3-ի պաշտպանությունը, ես դա բայ երեխան բանալիսի 6-ից հետո, որ չի կարելի մարդուն տենց ստորացնել, ես հիմա 6-ը իմ համար բանա, ինքը ասում է ես թույն եմ խաղացել, շատ թույն եմ խաղացել, բայց մի հատ մեծ հարց է, դուք թույն եք խաղում, թե թույն չեք խաղում։ Մի հատ մեծ հարց եք։ Մեռնեմ ջանիդ։ Երբ որ երկուսը քեզ ասում է դիր ձեռդ, խի չէիր դնում ձեռդ, բալես։ Չէ, բայց երբ որ ինքը չասեր դու չէիր դնելու։ Խաղա չգիտես, բա խես եք բալես։ Դե ուրեմն բան մը իհարկե խաղից գնում է համար 3-ը 10 վայրկյան ընդունեք համար 3-ի տեխնացիոնի թե դրա չի որովհետև համար 3-ը սիրուն լնելով հանդես ինքը բանը խառնվում է ու բալես դու դեմից քեզ վառեցիր որ դու սև խաղացող ես դու կուզեիր չէ հիմա շերիֆը լինեիր ասա որ հիմա կուզեիր շերիֆը լինեիր շնորհակալություն 10 Շնորհակալություն։ Առաջինը ես եմ եղել, որ ասել եմ 3-9 կոնտակտ եմ տեսել, որ 3-ը սարքախ ուշադիր նայում էր 9-ին, բայց ամեն դեպքում ընդունեք 8 տեխնացիությունը, ես քվեարկել եմ 8 ոչ թե 3։ Ոչ խաղային ինչ-որ բանա չեմ կարող բարձրաձայնել, ինչի համար չեմ ուզում 3 քվեարկեմ։ Մյուս կրուկինգ բարձր։ Համար 5-ը նա ինչ եմ մտածում։ Համար 5-ը համ շերիֆի տրոյկի մեջ եղա, ճիշտ է, ինձ էլ ասել սև, ասել է 2 5 10 7 շերիֆը երբ որ կրակվել է, իհարկե 9 պետք է ասել կամ էական չի, երկուսի տեղը թող լավ 9 ասել է, դա էական չի։ Բայց 4-ն էլ գնացի 5-ին թողել է իր տրոյկի մեջ։ Ես գնացել եմ 3-5 ջան, այդ է վերսիան պատկերացնում ես, դու ելել ես մեկի տեխնացիոն ես դրել, դուք չեք իմացել ռասկլատում եք կրակելու, համար 9 հետո ասել եք, նայ, ես երկու հատ արգումենտ եմ բերում, ինչի համար լավ չի եղել քո խոդերը, բայց հիմա ես քվեարկել եմ համար 8-ին, 8-ի համար ամենասև խաղն է խաղացա ես 4-րդ վայրկյան։ Այդքանը փաս։ 2 Ոնց հասկացա համար 10 ուզում եմ բալանս խաղամ։ Համար 8 ջան, ոնց որ դուք եք սիրում ասել, դուք գենիալնի սև խաղացող եք։ Ընդունեք համար 8։ Հուսամ մենք ճիշտ ենք անում, ճիշտ ենք մտածում, ճիշտ սևերի ենք գտել։ Համար 4-ի խոսքերը, որ համար 5-ին է կասկածում, համար 5-ի տեքստը ինքը խաղում էր 3-4 ու ասեց համար 2, եթե դու մեկին տեսել ես 50-50 ինչ չես դրել իր տեխնացիոնը, ընդունեք համար 1-ի տեխնացիոնը։ Իհարկե կարող է ես ինչ-որ մի բան սխալ եմ հիշում, բայց համար 8-ը թող գնա, հետո համար 3 կգնա։ 10 վայրկյան։ Այսքանը։ Շնորհակալություն։ Ուշադրություն, քվեարկություն, տեխնացիոներն են 3-8, 3, ովքեր են համաձայն խաղից հեռանա համար 3-ը, շնորհակալություն 1 ձայն, համար 3 ստացեք երկրորդ նկատողությունը, չի կարելի քվեարկության ընթացքում, 8,
Ովքեր են համաձայն խաղից հեռանա համար 8-ը 6 ձայն։ Շնորհակալություն, համար 8 1 րոպե մանխոսական։ Ահա որ մեղք է Կարմիրներ։ Դիմում եմ ձեզ, դիմում եմ քեզ բալես։ Խնդրեմ 10-ը։ Ինչի համար, ասում եմ ես ուզում եմ 8-ը խաղից գնալ, բայց հələ որ խաղի բանից ելնելով չեմ ուզում ասեմ։ Մյուս կռուկ անպայման կասես։ Բայց մենակ մնում է հիշես ինչ էիր ուզում ասել, բայց չկարողա։ Երեխեք, յարի սև խաղացող։ Համար 5 մոլորված հայի դեմքում նստել վերես ես նայում։ Ու 10-ի հետ էլ ընկերություն ես անում։ Համար 3։ Դուք այս խաղը գինյալի հնարավորություն ունեք լավ խաղալու բալես։ Մի լսեք համար 7-ին, մի լսեք համար 2-ին, մի լսեք համար 10-ին։ Համար 5-ին вообще մի լսեք։ Այսինքն այս խաղի միակ նորմալ խաղացողը դու ես բալես։ Հիմա այս խաղը սևերը կտանեն, ընդհանրապես մի կռուկ հետո սևերը կտանեն, որտեղ խաղում արդեն 2 սև կա, բալա։ Խաղում 2 սև կա։ Դե 9 յարի գնացել է, որտեղ շերիֆ կա խաղում, չկա, չէ։ Հիմա ես քո համար եմ ասում, եթե խաղը շերիֆ ես, բացվի։ Համար 7 ինչ ես անում, բալես։ 10 ինքը չկարողացավ ինչ խոսել, պրոս ինձ փուրը տվեց, սաղը 8-ը կերակ ժողովուրդ։ Համար 2, համար 7, ձեզ եմ ասում։ 6-ի հետ չեմ ուզում խոսամ։ Որտեղ 6-ը նորմալ սև խաղացողը, քանի օքի կարմիր հանես, ստեյսություն ձեզ։ Ես չեմ գասես տեղը։ Ինչ սապի տվեք։ Ինչ սապ տվող կա, հա, հանգստացեք, այ քեզ բան։ Չեմ սիրում այդ գույնը խաղալ։ Առավել ևս եթե հետից խաղացողները սխալ են խաղում, ես այս խաղին սև գույնն էի քաշել։ Ես այդ գույնը չեմ կարողանում խաղալ։ Պատճառաբան եմ հետևյալ բանով, որ չեմ սիրում սուտ խոսել։ Գիշեր։ Այս գիշեր մաֆիան խաղից հեռացրեց համար 6-ին։ Համար 6 1 րոպե մանխոսական։ Իմ հստակ ժառանգությունը համար 3-ն է։ Ինձնից հետո խաղը լքելու ալտերնատիվ տարբերակ որևէ մեկը չունի։ Խաղը լքելու է համար 3-ը։ Ենթադրում եմ խաղը այդքանով վերջանալու է։ Եթե չի վերջանում 2-7 ես իմ հետևից թողնում եմ շատ որոշող կարմիրներ։ Նոր ասացի, կարծում եմ խաղը կվերջանա։ Եթե չվերջանա, ուրեմն 5-10-ի մեջ ինչ որ մեկը փախչած սև է։ Ես կարծում եմ, որ դուք երկուսուդ էլ փախչելու հետ սեր չունեք, հետեւաբար դուք հավանաբար կարմիր կլինեք։ 2-7 որոշող կարմիրն 3-ը հստակ սև է։ Շնորհակալություն, Փասcal։ Խնդրեմ 5։ Ունեք համար 3-ի տեխնատությունը։ Ուղղակի 3։ Դե ես չեմ կարող ուրիշ ձև խաղանալ։ Կրակված կարմիր խաղացողը թողելա ձեզ իրանից հետո, բայց դու համար 10 կբացատրես ինչի նոր ուզեցիր 8 ճամփես։ Որտեւ մեր բոլորի ձեռքերը 8 նոր 8 են քվյարկել ու բոլորս նայել ենք քեզ, դու ասել ես 8 այդում, մենք ձեռ ենք դրել 8-ին։ Որտեւ դրանից հետո ես 8-ի տեքստից մահախոսականից հետո ես մտածում եմ որ ինքը կարող է կարմիր լինել։ Ինքը տենց էմոցիաներին էլ չափ կա, էլի, բայց ինքը էմոցիա պլյուս մի քիչ էլ ավել էր, էլի հələ։ Իսկ ինչը որ վերաբերվում է, հա, այն որ դուք ինձ ասում եք, էլ 1-ի եմ դրել, 3-4-ին խաղացել եմ, իմ հետ խաղացել է 4-ը, կպել է մեր թիմին 6-ը, 4-ը 6-ը կրակվել են, ահա, ես դրել եմ 1-ի տեխնատություն նրա համար, որ 10-ը կարար 1-2 էլ կիսեր, եթե ուզենար կիսոցի ունենար։ Նրանից հետո եթե ես ունենամ մտեսև իմ հետ, ես հանգիստ կարող եմ զապաջոմի ձեռ դնեմ այդտեղ։ Խնդրեմ 7։ Դե ինձ թվում է խաղում մնացլա 1 սև եւ դա համար 3-ն է։ Ես 8-ին քվեարկել եմ ոչ 10-ի հորդորով, այ ես կասկածում էի 8-ին ու իր խաղը մինչեւ վերջը ինձ համար համոզիչ չէր։ Ինքը ինձ թվում է սևա գնացել 9-ը եղել սև, 8-ը եղել սև, ինձ թվում է 3-ն է։ Եթե 3-ը չլինի, ես անդադ խաղալու եմ 2-ի հետ, որովհետեւ հավատում եմ 2-ին, то есть արդեն մենք հետո կորոշենք ինչ ոնց, բայց ներկապահին ընդունեք 3-ի տեխնատությունը, պաշտպանում եմ 3-ի։ Հաստատված։ Վերջ։ Վերջ։ 10։ Շնորհակալություն, ընդունեք 5։ Թումված է 5։ Ես քվեարկելու եմ համար 5, 3-ին ես չեմ քվեարկելու, եթե դուք գտնում եք որ 3-ը սև է, քվեարկեք 3-ին։ Համար 5, անցածին ես 2 հատ արգումենտ վերեցի, ինչի համար ես դու վատը։ Նախ ելնում ես դնում ես 1-ի տեխնատությունը։ Բացատրեցի ինչի համար եմ 1-ի տեխնատությունը, դրա ասել եմ 1-2 դրել եմ որ կիսես։
եղբայր, ես դե նստած, համար 5 ջան, ես դե նստած, ես կարամ ինչ-որ մեկի տեխնացիությունը դնեմ, այդ կիսոցին լինի, այդ հեչ պարտադի չի դու հելնես դնես մեկի տեխնացիությունը, երբ որ քո տեսած ամենակարմիր 4-ը մեկին տեսել է ավելի շատ կարմիր։ 6-ը հելելա խաղացել է 3 4 5 մի սևով, սկզբի տեքստը այդ ա եղել, ես մտածում եմ, որ ինքը չի սխալվել ամեն դեպքում։ Համար 8-ին ինչի համար եմ ես ամենաշատը արել, որովհետև ինքը շատ էր ատականում համար 3-ին 9 սև խաղացող ստուգված ատակա էր անում համար 3-ին ու ինձ էր մի թեթևին ու ավելի շատ 3-ին։ Ես դրա համար մտածում եմ, որ դու եղել ես համ շերիֆի տրոյկայի մեջ, համ 4-ի։ Դրա համար ես իմ քվեարկությունը գնալու եմ համար 5-ին։ Համար 2, համար 7 ջան, եթե դուք մտածում եք 3-ն է սև, քվեարկեք 3, պես ես մտածում եմ վերջի սևը համար 5-ն է, այդքանը փաս։ 2։ Գիշերը գիտեք ինչ գրանդիոզ բան եմ մտածել։ Համար 9-ը խաղացել է on-line։ Ասել է ում ասեմ, գրակում եք։ Համար 3-ը կարա on-line խաղա։ Այդ եմ մտածում։ Ինքը չգիտի on-line խաղալ ինչ։ Ցույց է տվել, որ մեկը գրակում։ Չէ, ինքը մտածում ես գիշերը ասել եմ մեկ եմ գրակում։ Համար 9-ը գնալուց առաջ ասեց ես գիշերը ասել եմ ում ասեմ, առավոտը լսելուց ում ասեմ գրակում եք։ Հա գիշերը ո՞նց է բացատրելու համար 3-ին ինքը ինչա ինքը ասում։ Ինձ թվում է պրոֆեսիոնալ խաղացողներից սև կա։ Բայց համար 2 դու զգում ես, որ սեղանի վրա մեկ մի կրիտիկա է։ Համար 5 երկրորդն է 10 վայրկյան։ Կրիտիկա կլինի, եթե 2 սև լինեն խաղի մեջ։ Կարա լինի 2 սևը 15-ը։ 3 Ես ուզում էի սովորական կարմիր խաղայի, այս ինչ ֆրծրիկին վրա։ Չգիտեմ ինչ անեմ։ Ուղղակի եթե կա կարմիր խաղացող, խնդրում եմ, ես մի քիչ անջատված եմ եղել, որովհետև մտածում էի, որ ես սովորական կարմիր եմ, ինձանից շատ բան չի կախված։ 1000 անգամ բոլոր կարմիր խաղացողներ կներեք, եթե ես դες խանգարել եմ այս խաղը խաղակ։ Ինձ էլ հիմա երևի սևերը չեն հանում, պահել են, որ այնքանա որ կարմիրներից մի հոգի էլ հելնի ու իրանք կրեն։ Ես անկեղծ ստեղ ոչ մեկից չեմ կորում հավատում։ Մի քիչ 10-ին եմ հավատում, բայց քո ատական էլ 10-ին մի քիչ վանեց, չեմ ջոկում։ Ես անկեղծ եմ ասում, եթե կարմիրներ կան ու իրոք ինձ հավատում են, ինձ մի հանեք, որ չկրճատվեք։ Իսկ եթե սևերը ինձ հանեն, ուղղակի ուզում են քանակ կրճատեն։ Այդքան բան։ Եթե ուզում եք հանեք, խնդիր չկա, հանեք, բայց նայ կարմիրներ ուշադրություն, քվեարկություն, տեխնացիաներն են 3-5, 3, ովքեր են համաձայն խաղի թելանը համար 3-ը։ Շնորհակալություն 2 ձայն։ 5, ովքեր են համաձայն խաղի թելանը համար 5-ը, շնորհակալություն 3 ձայն։ 5, 1 րոպե մանխոսական։ Այս խաղը հեսա 10 կկերի։ Փաս։ Սափալ ենք խնդրեմ համար 5-ին։ Համար 2, կարելի է ձեզ 1 րոպե ինձ մոտ։ Ինձ մոտ մոտեցեք խնդրում։ Հասկացա արդեն։ Ընթերցեք խնդրում եմ, խաղի սևերն էին։ 5 8 9 Յո։ 5 8 9 Հասանով կարմիրներ, կարմիրներ 9, խաղի շերիֆներ առաջինը։ Շերիֆ ասելա 5, 4 ասելա 5։ Դու ինչի կենտրոնացել բրես, շատ եմ խոսում, չգիտեմ։ Խաղում հայտարարվեց կարմիրների հաղթանակը։ Gentleman's House-ը վայր է, որտեղ մենք կատարում ենք ոչ միայն կտրված, այլ հաճախորդի անհատական կերպարը։ Հնարավորություն ընձեռվեց ու տեղեկացանք Mafia in the City խաղի մասին եւ որոշեցինք համագործակցել ու աջակցել իրենց։ Մասնակիցներին կմաղթեմ, որ ոչ թե հաղթի միայն մաֆիան ու քաղաքը, այլ նաեւ տրամաբանությունը։